Հիմա մենք ցույց ենք տալիս վարժություն 6 ամսականից սկսած երեխաների համար։ Սա հենց այն տարիքն է, երբ երեխան սովորում է կանգնել չորքոտանի և սողալ։ Ինչպես դա ճիշտ անել։ Սկզբում մենք զարգացնում ենք ձեռքերի վրա հենվելը։ Երբ երեխան սկսում է բարձրանալ ձեռքերի վրա, կարելի է անել այսպիսի վարժություն ձեռքերի հենումով և թեթևակի ճոճելով նրան։ Այս վարժությունը կոչվում է սայլակ։ Մենք նրան պահում ենք կոնքի հատվածից։ Այս տարիքում երեխան արդեն կարող է պահել իր մեջքը։ Եթե նրան դժվար է, ապա ձեռքը տանում ենք կրծքավանդակին տակ։ Այս վարժության մեջ ամենակարևորը այն է, որ երեխայի հետույքը լինի գլխից ցածր։ Այդ դեպքում նա հեշտությամբ կկրանա մեջքով և կհենվի ձեռքերի վրա։ Երբ լավ եք մշակել ձեռքերի հենումը, կարելի է երեխային սովորեցնել շարժվել ձեռքերի վրա։ Սկզբում դուք ինքներդ եք դա անում, հետո այսպես նրան առաջ եք հրում, հետևելով, որ հետույքը չբարձրանա, տանում եք նրան ձեզնից հեռու։ Եկեք գնանք խաղալիքի հետևից։ Գոշա, արի։ Օй, ինչ լավ խաղալիք ունենք։ Արի, տոպ, տոպ, տոպ։ Ապրես։ Ապրես, Գոշա, ապրես։ Եկեք նորից փորձենք։ Չտվեցին, չտվեցին։ Վազելով, վազենով, վազենով։ Ահա։ Ձեռքերի վրա հենվելուց հետո միացնում ենք նաև ոտքերի հենումը։ Կրծքավանդակից պահելով ծալում ենք ոտքը և տանում ենք մեր տակ։ Ահա։ Գոշան հեշտությամբ կանգնում է չորքոտանի։ Եթե այս հենումը ստացվում է, ապա ցույց ենք տալիս երեխային, որ այսպես կարելի է ճոճվել։ Որպեսզի զարգացնենք սողալու հմտությունը, երեխային դնում ենք ծնկների վրա, մի փոքր առաջ ենք թեքում։ Եվ այսպես ենք տանում։ Հոպա։ Դե տեսնենք, ինչպես է Գոշան քայլում ծնկների վրա։ Ինչպես է Գոշան քայլում ծնկների վրա։ Իպա։ Երեխան փորձում է կանգնել, բայց մենք չենք թողնում, որ նա ոտքերի վրա կանգնի, մի փոքր առաջ թեքելով և հենման վրա մի քիչ սեղմելով։ Եվ այդ ժամանակ նրա մոտ կստացվի։ Գոշա, օй, ինչ լավն ես։ Ահա, այսպես։ Սա զարգացնում է երեխայի չորքոտանի սողալը։ Նոր վարժությունները երեխային հեշտ չեն տրվում, միշտ չէ, որ հեշտ է։ Եվ պարբերաբար պետք է շեղել, հանգստացնել երեխային դա անել դադարներով։ Հաջորդ վարժությունը կորի, կողային, առաջային և հետին մկանները ամրապնդելու համար անում ենք այսպես։ Երեխային թեքում ենք առաջ և կանգ ենք առնում այն պահին, երբ նա լարում է մեջքը։ Խնդիրն այն չէ, որ նրան իջեցնենք կամ ծալենք, որպեսզի նա ուղղվի, այլ հենց սովորեցնել նրան լարել մեջքը, երբ մենք նրան թեքում ենք առաջ։ Սա վարժություն է մեջքի ուղիղ մկանները մարզելու համար։ Ահա, Գոշայի մոտ ստացվում է, պետք չէ շտապել։ Կարևոր է թեքելիս զգանք, որ երեխան լարվել է։ Ահա, այսպես է դա երևում։ Քիչ-քիչ երեխան այս վարժությունը ավելի ու ավելի լավ կկատարի։ Եվ այն ձեռքը, որով պահում եք նրա գոտկատեղը, կարելի է աստիճանաբար իջեցնել նախ դեպի կոնքը, հետո դեպի ազդրերը և վերջում նույնիսկ մինչև ծնկները, քանի որ նրա մեջքը կուժեղանա։ Հաջորդ վարժությունը այսպես կոչված ութնյակներ են ճակատային հարթությունում։ Շարժվում ենք այնպես, որ ստացվի ութնյակի ձև։ Այս վարժությունը նախատեսված է թեք որովայնի մկանների և մարմնի կողային մկանների համար։ Դրանք անհրաժեշտ են երեխային նստելու և ուղղաձիգ դիրքում դիրքը պահելու համար։ Այս վարժությունները կատարում ենք մինչև այն պահը, երբ երեխան կսկսի ինքնուրույն և կայուն քայլել։ Այս ճիշտ դիրքերը օգնում են երեխային ճիշտ ընկնել և խմբավորվել ընկնելու ժամանակ, եթե օրինակ նման բան պատահի։ Հաջորդ վարժությունը կողային թեքումներն են։ Մենք երեխային թեքում ենք, և նա, որպեսզի չընկնի, լարում է վերին կողմի մկանները։ Ահա արդեն թեքում ենք, մի վայրկյան կանգ ենք առնում, երբ զգում ենք, որ երեխան լարում է իր կողքը։ Մի քանի անգամ անում ենք մի կողմ, հետո փոխում ենք ձեռքը և անում մյուս կողմը։
Դուք կարող եք զգալ, որ մկանային տոնուսի որոշակի ասիմետրիա կա։ Այդ դեպքում այն կողմում, որտեղ երեխայի մոտ վարժությունը ավելի վատ է ստացվում, պետք է այդ վարժությունը կատարել 2 անգամ ավելի հաճախ։ Հիմա վարժությունը կանգնելու համար մենք երեխային դնում ենք ծնկների վրա։ Եվ օգնում ենք նրան ոտքը առաջ բերել։ Ահա այսպես։ Եվս մեկ անգամ գոշ, արի ցույց տանք։ Արի այսպես անենք։ Ահա այսպես, այսպես։ Մեկ ոտքից։ Եվ մյուս ոտքից։ Ապրես։ Գոշա, ապրես։ Ապրես։ Եվ կանգնել ծնկներից։ Ոտքը առաջ ենք բերում, մարմնի քաշը տեղափոխում ենք դրա վրա, եւ այնպես, որ երեխան կարողանա բարձրանալ։ Նույնը մյուս ոտքով։ Մի փոքր առաջ ենք թեքում նրան, օգնում ենք ոտքը առաջ բերել, հենվում ենք դրա վրա եւ կանգնում։ Ապրես։ Ապրես։ Եվ հիմա գոշան մի քիչ կկանգնի ծնկների վրա։ Ահա այսպես, չորքոտանի դիրքով։ Ահա այսպես։ Այո, հենց այսպես։ Եվ մենք ցույց կտանք նրան, որ չորքոտանի դիրքից կարելի է բարձրանալ ու կանգնել ծնկների վրա։ Այո։ Հետո էլ այսպես կանգնել։ Հոպ։ Եվ այսպես։ Գոշային շատ է դուր գալիս կանգնել։